Կոմիտասի թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել «Կոմիտաս Էսել ես եմ» երաժշտական պարային դրամայի պրեմիերան։ Այն ներկայացնում է Կոմիտաս վարդապետի կյանքի փուլերը երաժշտության, շարժման, տեքստի և վիզուալ պատկերների միջոցով։ Ներկայացումը բեմադրվել է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի անլռելի զանգակատուն երաժշտական ստեղծագործության հիման վրա։ Կոմպոզիտորը ստեղծագործությունը գրել է կլարնետի ու դաշնամուրի համար Պարույր Սևակի համանուն պոեմից ոգեշնչված։ Ներկայացումը բեմադրել է ռեժիսոր Արսեն Խաչատրյանը, Մնջախաղի պետական թատրոնի արտիստների մասնակցությամբ։ Դաշնակահարուհին Լիլիթ Զաքարյանն էր, կլարնետահարը Մարտին Ուլիխանյանը։ Բեմում հանդես են եկել խորեոգրաֆ Կարեն Խաչատրյանը և Մինաս Ասրյանը։ Երեկոն նվիրվել է Պարույր Սևակի և Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակներին։ Երեկոյի ընթացքում կայացել է Մարտին Ուլիխանյանի անլռելի զանգակատուն երաժշտական ալբոմի շնորհանդեսը։ Ճանաչված ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը մենահամերգով հանդես է եկել Գյումրիում և Երևանում։ Համերգներն իրականացվել են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Ապրիլի 3-ին Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ է ունեցել Գյումրու կամերային դահլիճում։ Ապրիլի 5-ին հյուրընկալվել է Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մորիս Ռավելի, Կլոդ Դեբյուսիի, Ժերար Գասպարյանի ստեղծագործություններից։ Կատարումներից շատերը ներառված են Ժան-Պոլ Գասպարյանի նոր ձայնասկավառակում, որն ամբողջովին նվիրված է հայկական երաժշտությանը։ Ատոմ Էգոյանի Արարատ կինոնկարի պրեմիերայից 23 տարի անց առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է ֆիլմի երաժշտությունը։ Կռունկ, երազ, «Ուր ես մայրիմ» հայկական ժողովրդական և հոգևոր երգերի երաժշտական մոտիվներով օսկարակիր կոմպոզիտոր Մայքլ Դաննան հեղինակել է մի ստեղծագործություն, որը հուզել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Արարատ կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերայով եզրափակվել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ին և 2-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Զոհրաբ» օպերայի առաջնախաղը։ Ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Լորիս Ճգնավորյանն էր։ Օպերան կատարվել է աշխարհի տարբեր երկրներում, սակայն չի բեմադրվել։ Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ այն բեմադրվել ու ներկայացվել է արվեստասերներին։ Հայաստանի ազգային պատկերասրահը Սևանի Աստվածամայր սրբապատկերը վերադարձրել է մշտական ցուցադրության։ Իր հրաշագործ զորությամբ հայտնի 17-րդ դարի սրբապատկերը ցուցադրվում է հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում։ Ըստ ավանդության Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին, որը տեսողության խնդիր է ունեցել, Սևանում աղոթել է պատկերի առաջ, որ իրեն ուժ և զորություն տրվի հայագիտական կենտրոն հիմնելու համար։ Աղոթքի ժամանակ հանկարծ շարժվել են տիրամոր շուրթերը, և Մխիթար Սեբաստացին լսել է իր խնդրանքի պատասխանը։ Հրաշքով վերականգնվել է Սեբաստացու տեսողությունը։ Հետագայում Վենետիկում նա հիմնադրել է Մխիթարյան միաբանությունը։ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը ապրիլի 12-ին կներկայացնի Լակոտը։ Ներկայացման հիմքում Սոս Սարգսյանի Լակոտը վիպակն է։ Սա մեծ սիրո մասին իրական պատմություն է, որի հերոսները մատնության և ստալինյան ռեժիմի զոհ են դառնում։ Նաև անհատի ինքնակայացման դժվարին ուղու բարոյական կերպարի կայացման պատմություն է։ Արտավազդ 2025 թատերական մրցանակաբաշխության ժամանակ Լակոտը ճանաչվել է տարվա լավագույն ներկայացում։ Բեմադրիչներն են Անդրանիկ Միքայելյանը և Նարինե Գրիգորյանը։ Ներկայացման սկիզբը ժամը 19:30-ին։ Ապրիլի 10-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում Ալդո Նիկոլայի «Գողերի որջը» կատակերգությունն է։ Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Դավիթ Հարությունյանինն է։ Ապրիլի 21-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի վարկանիշային ցուցահանդեսը,
որին մասնակցում են միության անդամ չհանդիսացող արվեստագետները։ Վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվում են մասնագիտական կրթություն ունեցող արվեստագետների, բուհերի ուսանողների, ինչպես նաև վարկանիշային ցուցահանդեսին առնվազն մեկ անգամ մասնակցություն ունեցած ստեղծագործողների աշխատանքներ։ Ապրիլի 17-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում սպասվում է հայ հոգևոր եւ աշխարհիկ երգերի համերգ։ Կատարումներով հանդես կգա Նաիրյան վոկալ անսամբլը։ Անսամբլը մասնակցել է հայաստանյան եւ միջազգային մի շարք փառատոների, արժանացել է մրցանակների։ Նաիրյան վոկալ անսամբլը մենահամերգներ եւ ելույթներ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ուրուգվայում, Արգենտինայում եւ Եգիպտոսում։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը տուն-թանգարանի ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն կունենա։ Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 26-ին ժամը 19-ին կհնչի ֆրանսահայ ռեժիսոր Անդրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունը։ Դրանք կկատարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի պատմությունը ներկայացնող Մայրիկ ֆիլմի երաժշտության հեղինակը ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Կլոուդ Պետիտն է։ Համերգը նվիրվում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Երաժշտության կասկադ համերգաշարը ներկայացնում է Թիբո Մենիլոյի մենահամերգը։ Նա ֆրանսիացի ժամանակակից դաշնակահար է, հայտնի է իր իմպրովիզ կատարումներով, նորարարական մոտեցումներով։ Իմպրովիզներ կհնչեն Բախի, Ռավելի, Դեբյուսիի, Կոմիտասի, Գյուրջիևի, Պապաջանյանի հայկական ժողովրդական երաժշտության մոտիվներով։ Թիբո Մենիլոյի համերգը նախատեսված է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ապրիլի 18-ին ժամը 20-ին։ Սիմֆոնիկ ռոք հանուն երեխաների առողջության։ Ապրիլի 15-ին ժամը 19:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բարեգործական համերգ տեղի կունենա։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը։ Համերգային ծրագիրը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը, որպես մենակատար հանդես կգա կիթառահար Վարդան Գաբոյանը։